Նեյրոակնաբուժության, ցանցաթաղանթի և եղջերաթաղանթի հիվանդություններից մինչև ռեֆրակտիվ վիրաբուժություն։ Ակնաբուժական 23-րդ միջազգային համաժողովը համախմբել է շուրջ 300 մասնակցի։ Զեկույցների մի մեծ հատված հատկացվել է գլաուկոմայի խնդրին ու բուժման արդի մոտեցումներին։ Եթե ժամանակին գլաուկոման ինքն իրեն համարվում էր արդեն անաշխատունակության պատճառ, այսօր այս բոլոր հետազոտությունների, բոլոր միջամտությունների, բոլոր բուժման ձևերի շնորհիվ Հայաստանի Հանրապետությունը վաղուց արդեն կարող է հանգիստ ասել, որ գլաուկոման էլ չի համարվում անաշխատունակության պատճառ, եթե իհարկե բուժառուն ժամանակին հետևել է, ժամանակին դիմել է եւ ճիշտ տեղում իր համապատասխան բուժումը ստացել է։ Գլաուկոման տեսողական նյարդի հիվանդություն է։ Եթե տեսողական նյարդը վնասվեց համեմատաբար բարձր ներակնային ճնշման պատճառով, ապա այն արդեն անվերադարձելի է լինելու։ Գրեթե չունի ակնհայտ ախտանիշներ եւ տեսողության մինչև 40%-ը կարող է կորցվել նախքան մարդը դիմի բժշկական օգնության։ Կարևորելով այս խնդիրը, ներկայացվում են աշխարհում ու մեր երկրում հասանելի բուժման ու վիրահատական մեթոդները։ Այս անգամ եւս, ինչպես նաեւ անցյալ անգամներ, մեր կամավոր բժիշկների շրջանում շատ հայտնի ակնաբույժներ, վիրաբույժներ են։ Փորձի փոխանակումը իրապես շատ կարևոր է, դրա վառ ապացույցն է, օրինակ, որ արվել են վիրահատություններ, որոնք Հայաստանում չեն արվում։ Ես կարող եմ հպարտությամբ ասել, որ հայ բժիշկների մակարդակը իրապես շատ բարձր է։ Մեր անվանի բժիշկները աշխատելով մեր տեղի բժիշկների հետ տպավորված են, թե որքանով իրենք տեղյակ են նորույթներից։ Հրավիրված են մասնագետներ Միացյալ Նահանգներից, Կանադայից, Ռուսաստանից։ Երկօրյա համաժողովին կքննարկեն նաև արհեստական բանականության կիրառումը բժշկության ու հարակից ոլորտներում։ Շատ յուրահատուկ օր է մեզ համար։ Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցն ու հայկական ակնաբուժական նախագիծը 10 տարուց ավելի մեծ ոգևորությամբ գործակցում են։ Ուրախ եմ, որ արդեն 23-րդ միջազգային գիտաժողովն է անցկացվում։ Հայաստանում ակնաբուժների մասնագիտական պոտենցիալը շատ մեծ է։ Նման հանդիպումները, վերապատրաստումները պետք է շարունակական լինեն։ Երկօրյա համաժողովը կրեդիտավորված է։ Ավարտին մասնակիցներին կտրամադրվի 11 շարունակական մասնագիտական զարգացման կրեդիտ։ Նարեկ Ոսկանյան, Էդգար Դավթյան, լուրեր։